նա մի կողմից պիտի կարողանա արդարացնել, թե ինչ է կործանել Արցախը։ Այդ իսկ պատճառով նա մի հակագիտական, հակաբարոյական թեզ է շրջանառության մեջ նետել, որ Արցախի հարցը թոք է եղել կամ Ղարաբաղի ինքը թոք է եղել Հայաստանի վզին փաթաթած։ Բայց այլ կերպ, ինչպես նա բացատրի, թե ինչի է նախապատերազմյան իր քաղաքականությամբ երկիրը ներքաշել պատերազմի մեջ, եւ հետո ինչու է հետ պատերազմյան քաղաքականությամբ գնացել Արցախի նպատակային կործանման։ Ինչ-որ բացասական համատեքստ չէ պիտի կարողանա ձևավորի, որպեսզի իր քաղաքականությունը որևէ կերպ փորձի արդարացնել։ Ուրեմն սա մեկ է, եկեք արձանագրենք սա հստակ։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը նման գրառումներ անում է նաև ակնհայտորեն ներքաղաքական պատճառներով։ Այսինքն նա էլի հասարակության մոտ ուզում է ստեղծել պատրանք կամ պատկեր, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են նրա հիմնական ընդդիմախոսները, որպեսզի դա ակնհայտ տեսանելի է վերստին խաղարկի ներկա նախկին կոնֆիգուրացիան